Վարչապետ Նիկոլ Փաշինյան Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը ստացած է Խաղաղության խորհրդին որպես հիմնադիր անդամ միանալու վերաբերյալ։ Այս մասին թիմադեդրի էջին գրած է Հայաստանի վարչապետի մամլոքարտուղար Նազելի Բաղդասարյան։ Վարչապետ Փաշինյան սիրով եւ պատասխանատվությամբ ընդունած է առաջարկը վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը խաղաղության հրաչմղման գրած է Բաղդասարյան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան ցավակցական հերակիր հղած է Իսպանիո թագավորության ղեկավարության նախագահ Պեդրո Սանչեսին Կորդոբա նահանգի մեջ տեղի ունեցած ողբերգական պատահարին կապակցությամբ։ Ցավակցական հերակիրին մեջ ասված է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ անձամբ իմ անունով ցավակցության եւ վշտակցության խոսքեր կհղեմ ցեզ եւ Իսպանիո բարեկամ ժողովրդին այս ծանր բահուն զորակցություն կհայտնեմ զոհերու ընտանիքներուն եւ հարազատներուն իսկ վիրավորներուն կմաղթեմ շուտապույտ աբակինում։ Իսպանիո հարավը 2 չոքեգարկերու փախման հետևանքով զոհերու թիվը ըստ վերջին տվյալներու հասած է 39-ի, 170 վիրավոր կհայտնե BBC-ն։ Իսպանիո կառավարությունը 3 օր սուկ հայտարարեց երկրի վարչապետ Պեդրո Սանչես այցելած է վթարի վայր, խոստացած է բարձել տեղի ունեցածին պատճառները, Իսպանիան ցավակցությունները ստացած է բազմաթիվ երկիրներու ղեկավարներեն։ Հայաստանի ազգային ժողովը ընդունեց օրենքի նախագիծը, որմով 27 հունվարը սահմանվեցավ հայրենիքի պաշտպանության համար զոհվածներու հիշատակի օր։ Հունվար 27-ը ոչ աշխատանքային է։ Հայաստանի եւ Իտալիո արտաքին քաղաքական գերատեսչություններու միջև Հռոմի մեջ տեղի ունեցավ հերթական քաղաքական խորհրդակցությունները արտաքին գործոստ նախարարի տեղակալ Վահան Գոստանյանի եւ Իտալիո արտաքին գործոստ նախարարության եւ միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլի գլխավորությամբ։ Կողմերը ընդգծած են շարք մողություններով, մասնավորապես երկկողմ արևդրական շրջանառության ծավալներու աճի, ներդրումներու խթանման, բարձր արհեստագիտության, զբոսաշրջության, գրթության, մշակույթի եւ այլ ոլորտներու մեջ համագործակցության զարգացման նպատակով համատեղ քայլերու իրագործման կարևորությունը ըսված է հաղորդակցության մեջ։ Արտաքին գործոստ նախարարության փոխանցմամբ զրուցակիցները քննարկած են նաև Հայաստանի Եվրամիություն գործընկերության ռազմավարական օրագարկի հարցեր, ինչպես նաև 2026 թվականին Հայաստանի մեջ գայանալիք եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի եւ կենսաբազմազանության մասին պայմանագրի կողմերու 17-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հաստատած է տեղեկությունը, որ Վլադիմիր Պուտին հրավիրված է մասնակցելու Գազայի խաղաղության խորհրդին, հաղորդե Reuters։ Ամերիկայի կոնգրեսական Աննա Պաուլինա Լունան X-ի մեջ արձագանքած էր Գազայի հատվածի հագամարտության ղեկավարման խաղաղության խորհրդին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավիրելուն։ Անհայտարարած էր, որ Թրամփի ժառանգությունը պիտի լա խաղաղությունը։ Սուրիո նախագահ Ահմեդ Շարա հերախոս զրույց ունեցած է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփին հետ, այս մասին հաղորդե սուրիական սանագործակալությունը։ Հերախոս զրույցի ընթացքին նախագահները ընդգծած են Սուրիո տարածքային ամբողջականության եւ անկախության պահպանության կարեւորությունը, ինչպես նաեւ գայունության հասնելու ուղղված բոլոր ջանքերուն աջակցությունը։ Կողմերը ընդգծած են սուրիական պետության մեջ քյուրդերու իրավունքներու եւ պաշտպանության երաշխավորման անհրաժեշտությունը։ Զրույցի ընթացքին քննարկված են շարք մտարածքային հարցեր, շեշտելով Սուրիո դեպի ավելի լավ ապակայի նոր հնարավորություն տալու կարևորությունը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն հայտարարած է, որ Գազայի հատվածին Թուրքիան կամ Կատարը պետք չէ ունենան ռազմական ներկայություն։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագիրի երկրորդ փուլի շեմին կգտնվենք եւ սա կնշանակե մեկ բան՝ Համասը զինաթափվի, իսկ Գազան ապարազմականացվի, ասաց է Նետանյահուն։ 17 հունվարին Իսրայելի վարչապետի գրասենյակը հայտարարած էր, որ Գազայի կառավարման խորհրդի գազը համաձայնեցված չէ Իսրայելի հետ եւ գահագասի անոր քաղաքականությամբ։ Գրասենյակը ավելցուցած էր, որ Նետանյահուն հանձնարարած է Իսրայելի արտաքին գործոստ նախարար Սաարին այս հարցը քննարկել Ամերիկայի պետական քարտուղար Ռուբիոյի հետ։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հերախոսազրույց ունեցած է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին հետ քննարկելով Գրինլանդի շուրջ ստեղծված իրավիճակը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները անկասկած աշխարհի ամենեն հզոր երկիրն է, գրած է Թրամփ, անավելցուցած է, որ իր նախագահության առաջին ժամկետի ընթացքին վերակառուցված է Ամերիկայի ռազմական գերատեսչությունը եւ այժմ արագ ընթացքով կշարունակի այդ գործընթացը։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ կրկնած է իր սպառնալիքը մաքսադուրքեր սահմանելու Եվրամիության 8 երկիրներու նկատմամբ, որոնք զորքեր ուղարկած են Գրինլանդ եւ թեմեն Դանիական գղզի նկատմամբ Ամերիկայի վերահսկողությամբ։ Այս մասին MBS News-ին տված հարցազրույցին մեջ ասաց է Թրամփ. Անսպառնացած է փետրվար 1-ին 10% մաքսադուրք սահմանել Դանիայի, Նորվեգիո, Շվեդի, Ֆրանսիայի, Գերմանիո, Հոլանդիայի, Ֆինլանդիայի եւ Մեծ Բրիտանիո նկատմամբ։
Աննախադեсած է այդ մաքսադուռքը հունիս 1-ին բարձրացնել մինչև 25%, մինչև Դանիմարքեն Գրինլենդը քնելու համաձայնություն ցերկ չբերվի։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ Truth Social-ի մեջ հրապարակած է արհեստական բանականության կողմեն ստեղծված լուսանգարը, ուր անդեղադրած է ամերիկյան թրոշակը Գրինլենդի մեջ։ Ցեզիադեր Անի Զեյթունցյանը